Բարի օր, Ամեկ Պլյուսի եթերում քո աչքերով հավելվածն է։ Չնայած ամռան տապին, մեր մասնակիցները շարունակում են ֆոտոխցիկներով պտտվել մեր քաղաքում ու ֆիքսել դիտարժան կադրեր։ Հիշեցնենք, որ հուլիս ամսվա մրցույթը շարունակվում է, այնպես որ մասնակցեք։ Իսկ մեր այսօրվա ֆոտոպատմությունը բացենք ամառային տրամադրությանը համապատասխան Զավենի Սևանում վերնագրով լուսանկարով։ Լուսանկարի հերոսները թերևս շոքին դիմակայելու լավ ձև են գտել, բացօթյա երթևեկություն։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Կարապետ Ավետիսյանի ֆոտոշարքը։ Եթե պատրաստ եք ականատես լինել մեր մայրենի լեզվից հավալի աղճատումներին, ապա գնացինք։ Հայերենում բութ էլ անհրաժեշտ չէ, եւ քերականությունն էլ կարծես ավելորդ են հնարել, այսպես է վերնագրել իր լուսանկարը Կարապետը ու սևի մեջ առել այն հատվածը, որտեղ նկատել է կոպիտ քերականական սխալներ։ Չծխելը լավ է, բայց վատ է, երբ այդ մասին գրելի սխալներ ենք թույլ տալիս։ Հեղինակին հետաքրքրում է, թե արդյոք ցուցանակը պատրաստողները փորձել են գոնե մեկ անգամ արտաբերել իրենց գրածը, չծխել։ Այս լուսանկարում Կարապետն արդեն լրջորեն մտահոգվում է, լուսանկարն անվանելով նոր զինվորական կոչում։ Կարապետի հերթական ահազանգող լուսանկարը, թե որտեղից է նման կադրեր գտնում, երևի միայն իրեն է հայտնի, չնայած ուշադիր լինելու դեպքում մենք էլ կնկատենք, ուշադրություն դարձրեք ընդգծված տողերին։ Կարմիր ահազանգ լեզվի պետական տեսչությանը վերնագրով լուսանկարի տակ նույն հեղինակը մի ամբողջ հոդված է գրել, այն կարող է կարդալ լուսանկարի ստորին հատվածում։ Նման բանի կարելի է հանդիպել մեկ էլ համացանցում, երբ մարդիկ տրանսլիտով են գրում, եւ Կարապետի լուսանկարում վերնագիրն էլ ռուսական հայերեն։ Սկսենք թերթել մեր մեկ այլ ակտիվ մասնակցի Վովայի ֆոտոշարքը։ Այսպիսով բոլորն էլ գիտեն, որ ծխելը վատ է, բայց ոչ բոլորը գիտեն, որ ծխախոտի գլանակներից բուրգերել են լինում։ Վովայի լուսանկարում հենց նման մի բուրգ է, հեղինակը լուսանկարը ֆիքսել է Երևանյան հիվանդանոցներից մեկում։ Իշխաննոց կոչվող լուսանկարն արված է Սևանում, հեղինակը զարմանում է, թե ինչպիսի անվանումներ են կարողանում մտածել հայերը, տաքսիների անվանումները եթե չհաշվենք։ Եթե դուք իշխանի սիրահար չեք, ապա իշխաննոցում անելիք չունեք։ Դրա փոխարեն կարող է գնալ, ասենք, խերով նվերների խանութ, որը գտնվում է երիտասարդական մետրոյում։ Իսկ ահա Կոմիտաս փողոցում գտնվող հացի խանութներից մեկի պատուհանին փակցված է երկրորդ օրվա հացը կես գնով, բայց նախքան գնելը մտածեք արժե արդյոք։ Ցուցանակների զվարճալի թեման շարունակվում է այս լուսանկարում կորած մարդկանց չփնտրել քսերոքսի վայրերում։ Փաստորեն նման դեպքեր են եղել եւ խանութի տերերը որոշել են դիմել նման քայլի։ Երևի մի ծայրահեղ իրավիճակում էլ եղել է այս լուսանկարի երթուղայինի վարորդը՝ դուռը նուրբ ծածկել։ Սովորաբար, ինչպես գիտեք, գրված է լինում դուռը կամած ծածկել, սա այլ դեպք է։ Վովան նորից ականատես է եղել ավտովթարի մոնումենտում ու ֆիքսել պատահարը։ Բարեբախտաբար զոհեր չկան։ Հայկ Բել անունով մեր նոր մասնակցի լուսանկարը կոչվում է Վրազողը։ Նման կադրից հետո մտածում ես, որ ավելի լավ է մի քիչ էլ ուշանել։ Սերգեյի այս լուսանկարում էլ կրկին ավտովթար, միայն թե առանց մանրամասների։ Սերգեյ, եթե հնարավոր է, ավելացրու որոշ մանրամասներ դեպքի մասին։ Վերջերս տեղացած հորդառատ անձրևի ժամանակ կարելի էր ականատես լինել լողացող մեքենաների։ Մեր մասնակիցը ոչ միայն ականատես է եղել, այլև լուսանկարել։ Այժմ հիանանք բնության մի քանի հրաշքներով Հարբի հավասարակշռված քարը, որը քիչ է մնում կորցնի իր հավասարակշռությունը։ Համենայն դեպս Հարբը հասցրել է նրան ֆիքսել հավասարակշռված դիրքով։ Իսկ Մանուլի ամպերը վերնագրով լուսանկարն արված է հուլիսի 16-ի հորդառատ անձրևից հետո։ Անձրևից հետո զբոսնելը չի խանգարի, նույնիսկ օգտակար է, մանավանդ այն վայրով, որտեղ դրված է կանաչապատ այս ռոյալը, ու մի աղջինակ, որն իր առաջին քայլերն է անում երաժշտության ոլորտում։ Երևանյան փողոցներից տեղափոխվենք Ղարաբաղ եւ հիանանք Շուշիի վանքով։ Լուսանկարի հեղինակը մեր մշտական մասնակից Սևակն է։ Լուսանկարների շարքը եզրափակենք ահա այս լուսանկարով, որը ոչ միայն ախորժակ է բացում, այլև ծիծաղ առաջացնում։ Լուսանկարը կոչվում է Խորովածի աշխարհի չեմպիոն։ Մնում է հուսալ, որ այս վայր կարող են այցելել նաեւ սովորական մահկանացուները։ Տեսանյութերից ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Վովայի ավտովթար մոնումենտում տեսանյութը հեղինակը գրել է վթարի մանրամասները։ Ավտովթարը տեղի ունեցել Ազատության պողոտայում Լամբադա կամրջի հարևանությամբ։ Իրար են բախվել ԳԱԶ 24 եւ Nissan Մակնիշի մեքենաները։ Բարեբախտաբար զոհեր չկան, կա մեկ վիրավոր։ Վովան ականատես է եղել մեկ այլ միջադեպի եւս, այս անգամ Սարալանջի պողոտայում հսկա քարը գլորվել ու ընկել է տաքսու վրա։ Այդ պահին տաքսու մեջ են եղել վարորդը եւ մեկ ուղևոր։ Բարեբախտաբար զոհեր չկան, սակայն երկուսն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, գրում է հեղինակը։ Տաթևի տեսանյութն էլ Լենինգրադյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասին է։ Ավարտվեց այսօրվա քո աչքերով հավելվածը։ Հիշեցնեմ, որ մրցույթը շարունակվում է, եղեք ակտիվ, մի մոռացեք ֆիքսել նաև բարին ու գեղեցիկը։